Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք 10-րդ գլուխ։ Աքահապի զարմը գմերցվի։ Աքահապ Սամարիայի մեջ 70 որդի ուներ։ Հեյու նամակ մկրեց ու Սամարիա ղրգեց Հեզրայելի իշխանավորներուն, երեցներուն եւ Աքահապի որդիներուն, հոգադարներուն ըսելով. Հիմա, երբ այս նամակը ցեզի ասնի, քանի ծեր դիրոջ որդիները ցերկով են ու գարքեր, ցիեր, բարսպաբատ քաղաք եւ զենքեր ալունիկ, նայեցեք թե ծեր դիրոջ որդիներեն որն է լավակույնը եւ հարմարակույնը, զայն իր հոր քահին վրա թրեք ու ծեր դիրոջ դան համար բادرազմեցեք։ Անուն չափազանց վախցան եւ ասին. Ահա երկու թագավորներ չգրցան անոր թիմատրել, մենք ինչպես պիտի թիմատրենք։ Ուստի արքունաբեդը, քաղաքաբեդը, երեցներն ու հոգադարները Հեյուի մարդ ղրգեցին եւ ասին. Մենք ու զարաներդ ենք։ Ինչ որ մեզի հրամայես պիտի անենք։ Ոչ մեկը թագավոր պիտի նշանակենք։ Քեզի հաջելի եղածը ըրե։ Հեյու անոնց երկրորդ անգամ նամակ գրեց ասելով. Եթե դուք ինձի հետ եք եւ իմ խոսքս մտի կնեք, ծեր դիրոջ որդիներուն գլուխները արեք ու վաղը այս ադեն ինձի եկեք Հեզրայել։ Թագավորին որդիները 70 հոգի էին եւ զիրենք մեծնող քաղաքի մեծերուն կով էին։ Երբ նամակը անոնց հասավ, թագավորին որդիները բռնեցին, 70 հոգին ալ մորթեցին, անոնց գլուխները գողովներու մեջ դրին ու անոր ղրգեցին Հեզրայել։ Լրափեր մի եկավ եւ անոր իմացուց։ Թագավորին որդիներուն գլուխները բերին։ Անա լսավ. Զանոնք մինչև արդու թրան մուտքը թրեք, երկու թեզնելով։ Արդուն դուրս ելավ, գայնեցավ եւ ամբողջ ժողովրդին ասավ. Դուք արդար եք։ Ահա ես իմ դիրոջը ստեմ տավատրեցի ու զինք մերցուցի, բայց ասոնք բոլորը ով մերցուց։ Ուրեմն գիտեք թե ոչինչ կեդին պիտի նա դիրոջ խոսքեն, որ դերը Աքահապի դան համար ասավ ու դերը իր ծառային Եղիայի միջոցով ասածը իրակորձեց։ Հեյու Հեզրայելի մեջ մերցուց Աքահապի դունեն բոլոր մնացածները, անոր բոլոր մեծերը, ջանչվորներն ու քուրմերը, այնպես որ անոր ոչ մեկ մնացորդ թողուց։ Վոկոզիայի ասկականները գմերցվին։ Հետո գանկնեցավ եւ Սամարիա գնաց։ Ջամփան երբ հովիվներու Փետագաթը հասավ, Հեյու Հութայի Վոկոզիա թագավորին եղբայրները կդավ ու անոնց ասավ. Դուք ով եք։ Անոնք պատասխանեցին. Վոկոզիայի եղբայրներն ենք։ Թագավորին որդիներն ու մայր թակուին որդիները ողջունելու իջանք։ Այն ադեն անսավ. ասոնք ողջ բռնեցեք։ Զանոնք ողջ բռնեցին եւ Փետագաթի չորորինքով զանոնք մորթեցին։ 42 հոգի էին, անոնց մեջ ոչ մեկը ողջ թողուց։ Անգե գնաց ու զինք թիմավորող Ռեկապի որդին Հովնաթափը կդավ։ Զայն բարևեց ու ասավ. Ինչպես իմ սիրտս քու սիրտիդ հետ ուղիղ է, արդյոք քու սիրտդ ալ նույնպես ուղիղ է։ Հովնաթափ պատասխանեց. Այո։ Ուրեմն ցերկդ դուր, անալ ցերկը դվավ։ Զայն իրքով փարսացուց գարկին մեջ եւ ասավ. Ինձի հետ եկուր ու դիրոջ համար ունեցած նախանցախնդրությունը ստես։ Այսպես իր գարկը նստեցուցին զայն։ Սամարիա գնաց եւ Սամարիայի մեջ Աքահապեն բոլոր մնացածները զարգավ, մինչեւ որ զայն փնաչնչեց։ Այն խոսքին համաձայն, որ դերը Եղիայի սերեր։ Փահաղի երկրբակուները գմերցվին։ Հեյու ամբողջ ժողովուրդը հավաքեց եւ անոնց ասավ. Աքահապ Փահաղը քիչ պաշտեց, Հեյու զայն շատ պիտի պաշտե։ Ուստի Փահաղի բոլոր մարգարեները, բոլոր ծառաներն ու բոլոր քուրմերը ինձի կանչեցեք։ Ոչ մեկը թող բաքսի, քանի որ Փահաղի մեծ զոհմը պիտի մատուցանեմ։ Ով որ բաքսի, պիտի չաբրի։ Հեյու խաբեությամբ վարվեցավ, որբեսի Փահաղի պաշտամուն կատարողները գործընծնե։ Հեյու ասավ. Փահաղի համար դոնախմբություն հայտարարեցեք։ Անոնք ալ հայտարարեցին։ Հեյու ամբողջ Իսրայելի պատգամավորներ ղրգեց եւ բոլոր Փահաղի պաշտամուն կատարողները եկան, այնպես որ բացակա մարդ չմնաց։ Փահաղի դունը մտան ու Փահաղի դունը ծայր լեցվեցավ։ Այն ադեն հանդերձաբեդին ասավ. Բատմուջաններ դուրս հանե բոլոր Փահաղի պաշտամուն կատարողներուն համար։ Անալ բատմուջաններ հանեց անոնց։ Հեյու Ռեկապի որդին Հովնաթափի հետ Փահաղի դունը մտավ եւ Փահաղի պաշտամուն կատարողներուն ասավ. Քննեցեք ու նայեցեք, որ հոստ ցեզի հետ Եհովայի ծառաներեն ոչ մեկը գտնվի, հաբա միայն Փահաղի պաշտամուն կատարողները։ Երբ զոհեր ու ողջագեզներ ընձայելու մտան,
Հեյու թուրսը 80 մարդ դրավ եւ անոնց ասավ. ով որ ծեր ցերկը բերած մարդոց մեզ մեկը ցկե որ խույս տա իր անձը անոր անձին դեր բիդելա։ Երբ ողջագեզին ընձայում ավարտեցավ, Հեյու սուրանդակներուն ու զրաբարներուն ասավ. ներս մտեք, զանոնք մերծուցեք, ոչ մեկը դուրս թողել է։ Ուստի զանոնք սուրի բերանի անցուցին։ Սուրանդակները եւ զորավարները զանոնք ներեցին։ Հետո Փահաղի դան քաղաքը կացին։ Փահաղի դան արցանները դուրս անեցին ու զանոնք գրագով այրեցին։ Փահաղի արցանը դաբալեցին, Փահաղի դունը փլցուցին եւ զայն արդակնոցերին մինչեւ այսօր։ Այսպես Հեյու Իսրայելեն փնաչնչեց Փահաղը, սակայն Հեյու Իսրայելի մեղանչել դվող Նապադյան Հերոպովամի մեղքերեն, այսինքն Փեթելի ուտանի մեջ եղող ոսկի հորտերեն չհերացավ։ Դերը Հեյուի ասավ. քանի դու լավ վարվեցար, կորզատրելով ինչ որ իմ արջևս ուղիղ է եւ ակապի դան ըրիր բոլորովին իմ սիրտիս մեջ եղածին համաձայն, քու որդիներդ Իսրայելի քահին վրա պիտի բազմին մինչեւ 4-րդ սերունդը։ Սակայն Հեյու ուշադիր չեղավ ամբողջ սիրտով ընթանալու Տիրոջ Իսրայելի Աստուծո օրենքին համաձայն եւ Իսրայելի մեղանչել դվող Հերոպովամի մեղքերեն չհերացավ։ Հեյուի մահը։ Այդ օրերը դերը սկսավ Իսրայելը գոդորել։ Ազայել Իսրայելի բոլոր սահմաններու մեջ զանոնք զարգավ։ Հորտանանեն դեպի արևելք ամբողջ քաղաքի երկիրը, այսինքն Քաթյանները, Ռուբենյաններն ու Մանասյանները, Արնոնի ծորին վրա եղող Արոերեն մինչև Քաղատ եւ Փասան։ Հեյուի մնացյալ արարքները, անոր բոլոր ըրածներն ու բոլոր քաչությունները ահա Իսրայելի թագավորներուն ժամանակակցության գիրքի մեջ գրված են։ Հեյու իր հայրերուն հետ գնացավ եւ զինք Սամարիայի մեջ թաղեցին։ Անոր դեղ իր որդին Հովաքաս թագավոր եղավ։ Հեյու 28 տարի թագավորեց Իսրայելի վրա Սամարիայի մեջ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։